Եկեք խոսանք ֆինանսական անգրագիտությունից։ Ես որպես ֆինանսապես մաքսիմալ անգրագետ մարդ կսկսեմ առաջինը։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում ահագին ուսումնասիրել եմ ֆինանսական գրագիտություն, քանի որ իմ մոտ 0 էր ուղղակի ֆինանսների հետ կապված գիտելիքները, ու ուզում եմ մի քիչ կիսվեմ իմ մտքերով, ինչ եմ հասկացել, ինչ եմ սովորել ու դուք ինչ կարաք վերցնեք։ Ինձ միշտ թվացել է, որ ես խելացի աղջիկ եմ ու բնականաբար իմ եկամուտները գնալով կշատանան, իմ կարիերան գնալով կաճի ու ես միշտ ցենց աստիճաններով վերև կբարձրանամ ու կհասնեմ մի հատ կետի, որ ինչ ուզեմ կանեմ։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ անգամ շատ խելացի եւ հաջողակ մարդիկ ինչ որ պահ է գալիս, որ իրենց մոտ կանգնում է աճը ու իրանք էլ են ընկնում ինչ որ ֆինանսական թակարդների մեջ, օրինակ վերցնում են մեծ վարկեր, չգիտեմ, ինչ որ ֆանտազիաների մեջ են ընկնում, որ սենց կլինի ու այս պահին չեն մտածում ապագայի մասին ու դրա շնորհիվ չեն ունենում նորմալ ֆինանսական ապագա։ Ու այդ մարդկանց երևի 90%-ն է։ Շատ քիչ մարդ կա, որ իրանց ֆինանսական ապագայի մասին մտածում է ու քայլեր է անում հետագայում ինչ որ լավ կյանք ունենալու համար։ Բայց մենք, քանի որ շատ խելացի ենք, թույլ չենք տա, որ ընկնել այդ ծուղակների մեջ եւ կանենք քայլեր հիմիկվանից, որ դուրս գանք այդտեղից, չէ։ Հա։ Նախ ասեմ, որ ինչու՞ է կայանում իմ ֆինանսական անգրագիտությունը։ Ես տարիներ շարունակ անում եմ բիզնես, ունեմ աշխատակիցներ, ունեմ հաճախորդներ, ունեմ ինչ որ եկամուտների հոսք, բայց ես երբեք չեմ իմացել ինչքան գումար եմ աշխատում, ինչքան եմ ծախսում, ինչքան աշխատավարձ եմ տալիս, արդյոք այդ տված աշխատավարձները արդարացված են, թե կարող է այդքան էլ չէ, մոտավոր հասկացակ, չէ, տենց ինտուիտիվ ուղղակի ծախսել եմ, ինչ որ ամիսներ եղել է լավ է եղել, ինչ որ ամիսներ եղել է վատ է եղել, մի ձև տակից դուրս եմ եկել, թու չեմ դժգոհում, բայց տենց է ստացվել, որ վերջի ահագին երևի մի 2 տարին փաստացի, երբ որ ամիսը վերջանում է, իմ գումարներն էլ են վերջանում։ Ու ես ընդհանրապես չգիտեմ, մյուս ամիս արդյոք կստացվի իմ մոտ աշխատավարձ տալ, չգիտեմ, ինչ որ եթե մեծ ծախս է առաջանում, կկարողանամ ես այդ ծախսը փակեմ, թե չեմ կարողանա փակեմ, ունեմ ինչ որ վարկեր, որը քիչ չի, վարկ վերցնելուց մի հատ լավ հաշվարկեք, նոր մտածեք պետքա ձեզ այդ վարկը, թե չէ, որտեվ ինքը շատ հետաքրքիր բան է, ասենց ասում ես, վայ ջան, ինչ լավ է, գնում եմ բանկ, ինձ փող են տալիս, վсё, բայց կարող է օրինակ մի 4-5 անգամ ավելի շատ գումար վճարեք այդ վարկը փակելուց, քան վերցրել եք ու այդ տենց հեշտ բան չի։ Լավ, տխուր բաներից չխոսանք, հիմա ասեմ, թե ինչ փոփոխություններ եմ արել վերջի ամիսների ընթացքում ու ինչ կարաք անեք դուք, որ այս պահին ինչ որ քայլ անեք, որ մի տարի հետո շատ գոհ կլինեք ձեզնից, կասեք, վայ, այս ինչ լավ էր, այս աղջկա վիդեոն նայեցի ու կյանքս փոխվեց։ Սկսենք փողերը հաշվելուց։ Արդյոք հաշվում եք դուք ձեր փողերը, թե ոչ։ Խնդրում եմ գրեք մեկնաբանություններում։ Ինձ հետաքրքիր է բոլոր մարդիկ են իմ նման, թե մենակ ես եմ իմ նման։ Գոյություն ունի մի ծրագիր, որի անունն է Moneyfy։ Այս իմ գտած ամենապարզագույն ծրագիրն է, որ կարողացել եմ ինտերնետում գտնեմ։ Ինչա իրանից ներկայացնում, հեռախոսի application-ը, ամեն անգամ, ինչ որ կատեգորիաների ես բաժանում քո ծախսերը եւ եկամուտները, ամեն անգամ, երբ որ ինչ որ բան ես ծախսում, սեղմում ես մինուս, չգիտեմ, 5000 դրամ, առևտուր։ Ու վերջինքը պահում է։ Երբ որ ինչ որ գումար է նստում ձեր հաշվի վրա, պլյուս այս ինչքան գումար, այս ինչ տեղից, չգիտեմ, ամուսինն է փոխանցել կամ աշխատավարձ կամ ինչ որ այս ինչ կլիենտն է ուղարկել, մի վարքան է տանում, ահա որ հեշտ է, սենց ուղակի ծախսեցիր, գրեցիր, վերջ։
մի քանի ամիս այդ խելոք անում եք, ասենք թե 3 ամիս։ Հետո բացում եք ու հաշվում եք, թե ինչի վրա եք ծախսել, ինչքան փող եք ստացել, ինչ ծախսեր կային արդյոք այդտեղ, որ ձեզ իրականում ոչ ինչ որ հաճույք է պատճառել, ոչ ուրախացրել է, ոչ ձեզ պետք էր։ Կարա չլիներ այդ ծախսը։ Ու սկսում եք մտածել, անալիզ անել, ինչ որ ֆինանսական հաշվարկներ անել, մի բան փոխվում է, 100% փոխվելու է։ Օրինակ, ես պարզեցի, երևի մի տարի ամեն օր գրանցումներ անելուց հետո պարզվեց, որ ես տարեկան subscription-ների վրա եւ իմ անձնական եւ բիզնեսի հետ կապված subscription-ների վրա ծախսում եմ աննորմալ շատ գումար, լեզուս չի ֆռում, դաժե ասեմ ինչքան, որը կարայի հանգիստ դրա, չգիտեմ, 80%-ը չծախսեի, որտեվ մեծ մասը ինչ որ անկապ բաներ էր, որ մի անգամ ակտիվացրել եմ, մոռացել եմ անջատեմ, կամ ինչ որ, չգիտեմ, թեկուզ գործի հետ կապված բաներ, որ մենք միշտ օգտագործում ենք, ու ես ամսով եմ վճարում, բայց պարզվում է, որ կարելի էր տարով վճարել դրա համար ու 40% խնայել, որը կարար լիներ մի քանի $100 գումար։ Օրինակ, Google-ի մեյլերի համար ես ամսական վճարում եմ ինչ-որ X գումար, բայց պարզվում է, որ եթե դու գնաս Google cancel անես քո subscription-ը, այդ վերջի պահին ինքը քեզ առաջարկում է ինչ-որ 50% տոլի ինչքան զեղչ մոտակա մի տարվա համար։ Մի վայրկյան մտնում ես 50% զեղչից ստանում ես, վերջ մի տարի էլի ինչ-որ մի քանի $100 խնայում ես։ Նույնը Adobe subscription-ը, էլի տենց տարբերակներ կան, որ փորձում ես cancel անես, իրենք քեզ զեղչ չեն տալիս։ Մի խոսքով, տարբերակներ կան, որ կարելի է գումար խնայել եւ անիմաստ չծախսել։ Այս մի բանը, եթե կարողանաք անեք, համոզված եմ մի քանի ամիս հետո ձեզ շնորհակալություն եք հայտնելու, ուղղակի պետքա խոստանաք ինքներդ ձեզ, որ անելու եք։ Որտեվ ես մարդիկ գիտեմ 2 օր արել են, ոայ չէ դժվար է, հավես չունենք, սրանից պարզ, հեշտ, պրիմիտիվ բան չկա աշխարհում։ Մի բուջուրիկ դիսցիպլինա ու վсё։ Եթե ես կարեցել եմ անեմ, բոլորը հաստատ կարան անեն։ Այս մի բան, որ կարաք անեք, ձեր հաշվարկները ունենաք։ Երկրորդ բանը, որ կարաք անեք, այդ գումար խնայելն է։ Իրականում գիտեմ, որ գումար խնայելը աշխարհի ամենաձանձրալի անկապ, էլի սպասեք թազա նկար տնեմ։ Այդ գումար խնայելը, սա խոսում են դրա մասին, հա, օքեյ, բարձա։ Ոնց որ ես միշտ լսել եմ, բայց ինձ թվում էր, այդ չմոների համար է։ Այդ են մարդկանց համար է, ովքեր չեն կարում աշխատեն ու պետքա խնայեն, իրանց ինչ-որ բաներից զրկեն, որ, չգիտեմ, ինչ-որ ճղճիմ գումար ունենան, որ, չգիտեմ, ինչ-որ սենց մեծամիտ բաներ էի մտածում, ու մտածում էի, թե ես դեմք եմ, խի պետքա խնայեմ, ինչ սա պետք, հնա որ պային կուզեմ կաշխատեմ, էլի խելացի աղջիկ եմ։ Բայց դու մի ասա, որ մարդկանց անհրաժեշտ է օդի ու ջրի նման անվտանգության բարձիկներ։ Հիմնականում այդ անվտանգության բարձիկը պետքա լինի ձեր գոնե 3 ամսվա ապրուստի գումարի չափով։ Օրինակ, եթե դուք ամսական ծախսում եք 600,000 դրամ գումար, մոտավոր մի քիչ շատ, մի քիչ, ձեր անվտանգության բարձիկի գումարը պետքա կազմի 1,800,000 դրամ։ Ոնց է պետք խնայել այդ 2 միլիոն դրամը։ Ձեր ամեն աշխատած գումարից, երբ որ հələ չեք ծախսել ոչ մի բան, ինչ որ տոկոս եք ձեր համար որոշում, 10%, ասենք թե։ Այդ 10%-ը հանում եք, գցում եք ինչ որ մի հատ առանձին հաշվի վրա խնայողական մնում է։ Եթե ինքներդ ձեզ չեք վստահում ու գիտեք, որ հաստատ հաջորդ օրը գնալու եք հանեք, նենց տեղ դրեք, որ չկարողանաք հանեք։ Ես օրինակ տենց այդ գործին շատ սրբորեն եմ վերաբերվում, ես քանի ամիս է խնայում եմ ու աշխարհն էլ շուր կա, ես այդտեղից փող չեմ հանում։ Եթե հանկարծ ինչ որ խնդիր ա լինում, հանում եմ, հաջորդ օրը պարտադիր հետ եմ դնում տեղը, որովհետև դա սուրբ գումար է եւ դրան պետք չի կպնել։ Չգիտեմ, կարաք լյուբոյ պահի գործից դուրս գաք, եթե ձեզ մի բան դուր չգա, կարող է միշտ երազել եք
ինչ-որ նոր բան սովորեք, գործը փոխեք, բայց այդ արանքում ժամանակ է պետք սովորելու, ինչ-որ նոր գործ կամ ինչ-որ մի բան գտնելու համար, այդ գումարը ձեզ կտա այդ ժամանակը։ Կամ կարող է ինչ-որ շտապ բան է լինում, չգիտեմ, տնից տեղից հեռու, որ գումար է պետք, չեք ընկնի սրա նրա դուռը, բանկերի դռները, հանգիստ կլինեք, կիմանաք, որ վсё, այս գումարը կա, ինչ կուզեմ կանեմ։ Հոգնեցի, հաջող լավ։